Ռեստորանն առաջին հերթին բիզնես է։ Բիզնեսում պետք է հաշվել։ Եթե ռեստորատորը չգիտի, թե որքան ապրանք ունի, նա կարող է կորցնել իր բիզնեսը, քանի որ դուք պետք է իմանաք, թե ինչն է ամենաշատը պահեստում եւ անեք այնպես, որ դա վաճառվի։ Եվ եթե դուք չունեք որևէ ապրանք, ապա պետք է օրինակ գնեք այն։ Դրա համար կան այլ աշխատակիցներ, բայց ռեստորատորը պետք է վերահսկի։ Բարքընթրոլի միջոցով գույքագրում կատարելը հաճույք է։ Եթե գույքագրումը կատարվում է ավանդական մեթոդներով, դա մեծ աշխատանք է եւ բեռ բարմենների համար։ Օրինակ, The Bird Cage-ում մեր երկրորդ բարում հավանաբար 1000-ից ավել խմիչք կա։ Այնտեղ գույքագրումը կատարվում է 2-3 ժամվա ընթացքում եւ դա արվում է հաճույքով։ Երկրորդ, խմիչքների որակը չի վատ թարանում։ Ավանդական գույքագրման մեթոդներից մեկը չափիչ տարաների միջոցով գույքագրումն է։ Սա շատ վատ մեթոդ է, պարայից տարատեղափոխելու ընթացքում խմիչքի որակն ընկնում է, իսկ բարքընթրոլի դեպքում մնում է կատարյալ։ Երրորդ, սեփականատերը կարող է դիտել գույքագրման հաշվետվությունները հարմար ձևաչափով, այսինքն ոչ թե ձեռագիր թղթից, այլ անմիջապես հաշվարկման համար հարմար ձևով, դիտել եւ ներդնել իր բիզնեսի այլ ծրագրերում։ Հնարավոր է, որոշ ռեստորատորներ առաջին հայացքից կարծեն, թե այս ծրագրի համար առանձին վճարելը թանկ է, բայց իրականում ամենևին էլ թանկ չէ, քանի որ դուք ավելի շատ խնայում եք ձեր պաշարների ճիշտ հաշվարկից, քան վճարում եք այս ծրագրի համար։